Իշխանությունը խոսում է ահաբեկության ու պետական հեղաշրջման վտանգի մասին, ընդդիմությունը քաղաքական ռեպրեսիաների։ Ինչ է իրականում կատարվում Հայաստանի ներքաղաքական կյանքում, այս պահին զրուցելու եմ Հայաստան խմբակցության падգամավոր Կարնիկ Դանիելյանի հետ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Պարոն Դանիելյան, վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող գործողությունները հիշեցնում են կրիմինալ ֆիլմ։ Նախ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը եկեղեցուն աջակցելուց հետո, այնուհետև երեք հրապարակված պետական հեղաշրջման փորձի մասին հայտարարությունը, խուզարկությունները, հետո ձերբակալությունը, այնուհետև կալանավորումները, ընդ որում Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում առաջին անգամ ձերբակալվեց arczepiskopos եւ Բագրատ Սրբազանը միակ հոգեվորականը չէ, որի դեմ արշավն ընթանում է։ Այսօր նաեւ մեղադրանք առաջադրվեց այլ հոգեվորականների նկատմամբ, այլ հոգեվորականներ նաեւ կալանավորվեցին երեք։ Ինչի համար է այս ամենը տեղի ունենում հենց այս փուլում, ում դեմ է այս պայքարը, ընդդիմության թե եկեղեցու։ Նախ նորից էլ ուզում շնորհակալություն հայտնել հրավերի համար։ Այս արշավը նոր չի սկսվել, սա շարունակությունն է այն ճղճիմ գործելավոճի, որ որդեգրվել է իշխանությունների կողմից։ Հիշեցնեմ, որ Տավուշ անուն հայրենիքի շարժման, հիմնադրման օրվանից սկսած, այդ ակտիվ պայքարից սկսած, ամեն կերպ թիրախավորում են Սրբազան հորը, շարժման բոլոր այն ակտիվ դերակատարներին, որոնք ներգրավել են այդ process-ների մեջ։ Հիշեցնեմ այդ ընթացքի ժամանակ, երբ որ Տավուշից հայրենահանձում տեղի ունեցավ, ստեղծվեց Տավուշ անուն հայրենիքի շարժումը Սրբազան հոր առաջնորդությամբ եւ ինչ կեղծիք, լուտանք, սուտ, հերյուրանք ասես, որ չէին տարածում։ Տարածում էին, որ իբր ագենտներ էին, տարածում էին, որ իբր Սրբազան հայրը երկու տղա երեխա ունի, երկուսին էլ բանակից ազատել է, ասում են, որ Ռուսաստանից մեծ քանակությամբ գումարներ է մտել ուրեմն Հայաստան եւ Տավուշում ռուբլու կուրսը ընկել, այնքան տարադրամների փոխանակման կետերում բանը, բայց այդ ամեն ինչը որևէ մի աղերս չուներ իրականության հետ։ Եվ վերջին հայտարարությունն էլ որ եղավ ԱԱԾ, որ ընդհանրապես նման բան չկա, գոյություն չունի, այսինքն այդ ագենտուրա կոչվածը չկա, գոյություն չունի, որովհետև մենք ենք հայց ներկայացրել, ասում ենք պարզաբանեք։ Այս ամբողջ այս ընթացքում փորձելով սուտ ու կեղծիք տարածել, տեսան, որ չի ստացվում։ Եվ արդեն իսկ նոր պլան որդեգրելով իրենց, հիմա ստեղծել են մի համակարգ, այսինքն այդ կարկասը ստեղծել են, որ դրա անվան տակ կարող են մտնել յուրաքանչյուր կուսակցական գրասենյակ, անհատներ, մտավորականների ռեպրեսիաներ սկսեն, այսինքն հալածանքների նոր փուլը կա եւ այսօր Նիկոլ Փաշինյանը ազդարարեց, որ ինքը պարգևավճար է տալիս այդ համակարգը ստեղծելու համար։ Հիշեցնեմ, որ կա անմեղության կանխավարկած, կան շատ ուրեմն փաստեր, որոնք որ իրականության հետ որևէ աղերս չունեն, բայց արդեն ինքը հայտարարել է, որ արդեն իսկ գործը կա, արդեն իսկ ինքը արդեն վերդիկտը կայացրել է, մեղավորներին կարգել է, իր բնավորությանը համապատասխան իր գործելավոճին համապատասխան։ Այդ ձայնագրությունները կամ փաստաթուղթ կոչվածը, այդ լրատվամիջոցից դեռ չապացուցված դատարանի կողմից արդեն բոլոր իշխանականները պնդում էին, որ դա իրականություն է եւ մեղադրանքները։ Պնդում էին, որ իրականություն է եւ դրանից առաջ էլ ուզում եմ հիշեցնեմ ազգային ժողովի ամբիոնից ազգակործանին հայտարարությունը, որ բոլորիդ կտանեմ ԱԱԾ պատվալներ։ Այսինքն սա ուղիղ հրահանգ է իջեցված։ Շենքում գտնվող քրեակատարողական հիմնարկումը եւ Բագրատ Սրբազանը եւ Սամվել Կարապետյանը եւ գուցե շարունակվի։ Այո, ինքը հայտարարեց նոր ռեպրեսիաների սկիզբը եւ դուք ճիշտ նշեցիք, նման աննախադեպ բան Հայաստանի Հանրապետության եւ նորանկախ պատմության մեջ եւ սովետական շրջանում ես ասենք փորձեցի ուրեմն պատմական էքսկուրս անցկացնել եւ տեսնել ի վերջո նման բան տեղի ունեցել, դա մի քանի դեպք տեղի ունեցել 37 թվին, այսինքն այդ ժամանակ ա եղել, որ Բարսաշճան հոգևորականն է կալանավորվել, նման բան տեղի չի ունեցել։ Այս առումով էլ իրանք աննախադեպ են, ճակերտավոր աննախադեպ են, երբ որ հայ առաքելական Սուրբ եկեղեցու բարձր կոչում ունեցող arczepiskopos-ը հիմի ԱԱԾ մեկուսարանում է, նրա համար, որ ընդդիմացել է իշխող վարչախմբին, նրա համար, որ
ժողովրդին իրականությունը բացատրելը նրա համար որ պայքարել է մեր ինքնության համար, պայքարել է տարածքների չզիջելու համար եւ դրա մասին ուրեմն բոլորիս է հայտնի, այսինքն այդ մարդու գործունեությունը բացառապես օրենքի շրջանակներում է։ Այն բոլոր թե ինչ որ միտեղից թուղթ կգտնեն, ինչ որ միտեղից այդ ախր այդ պլան կոչեցյալն էլ է աբսուրդի ժանրից։ Ոչ մեկ հեղափոխության պլանը չի A4 ֆորմատի վրա չի գրում, որ տանում Ընդ որում իշխանական լրատվամիջոցը երբ որ հրապարակեց այդ փաստաթուղթը, այնտեղ փակել էր ամսաթիվը։ Այնուհետև քննչական կոմիտեն երբ հրապարակեց, այնտեղ երևում է, որ նշված է 2024 թվականի հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 30-ը պիտի տեղի ունենան գործողությունները, այսպես կոչված։ Այսինքն ինչ իմաստ ուներ 1 տարի անց բացահայտել իբր գոյություն ունեցող։ Այդ թուղթը իրենց գրպանում պատրաստ է եղել այդ օրերի ընթացքում։ Իսկ ինչու հիմա տեղի ունեցավ։ Ինչու հիմա, որովհետև հիմա նոր մի փուլ է սկսվում հայրենահանձնման թուրքական պանթուրանական ծրագրի մաս կազմելու, որի հայտարարությունները արեց Նիկոլ Փաշինյանի կողմից նույն Թուրքիայում կատարած այցի շրջանակներով հայտարարելով, որ Հայաստանը մաս է կազմում պանթուրանական ծրագրին։ Հիշեցնեմ մեր հեռուստադիտողներին, ինչ նշանակում պանթուրանական ծրագիրը։ Դա Բոսոր Դարդանելի նեղուցից մինչև Ալթայի երկրամած մեծ նեոօսմանական պետության ստեղծումն է, որ իր մեջ ընդգրկում է նաև Անդրկովկասը, ընդգրկում է նաև Միջին ասիական երկրները, ընդհանուր միջև Ալթայի երկրամաս ասեցի եւ Չինաստանից նաեւ ույգուրների հետ կապված նորից էլի, ասենք այդ պլանը շատ մեծ է եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունները հայտարարեցին, որ իրենք կարան մաս կազմեն այդ ծրագրի Հայաստանը սկյուտեղի վրա մատուցելով։ Բայց Փաշինյանն ասում է, այդտեղ որևէ վտանգավոր բան չկա, ընդհանրապես մեր տարածքով գնալու են գան, որը մեզ չի խանգարել։ Դե Հայաստանը ոտի տակ կորչելու է, հենց ամբողջ այս սրիկայությունը, ստորությունը, որ հայտարարվում է, որ Հայաստանը դրանից օգտվելու է, ինչից է օգտվելու Հայաստանը։ Հայաստան նորից եմ կրկնում, դառնալով մաս, ընդունում է Թուրքիայի եւ Ադրբեջանի այն դոկտրինան, որը որ Հայաստան պետություն չպետք է լինի։ Իրենք այդ պանթուրանական դոկտրինայի մեջ Հայաստան հասկացողություն գոյություն չունի։ Դա պետք է մաս կազմի իրենց տարածքի։ Այսինքն իրենք առանձին սուբյեկտ Հայաստանի Հանրապետությունը չեն դիտարկում։ Եվ պատահական էլ չի ադրբեջանական ամենաբարձր իշխանավորների կողմից այն խոսույթը, որ արևմտյան Ադրբեջանի կոնցեպտը արդեն իրականացման փուլում է, դրա առաջին քայլերը լինելու են Հայաստանի Հանրապետությանը ուզուրպացնելու, դա լինելու են 300,000 ադրբեջանցիների այստեղ բնակեցումը, Հայաստանի Հանրապետության սահմանադրության, այսպես ասած, վերափոխված տարբերակը, անկախության հռչակագրի չեղարկումը, զինանշանի, պետական սիմվոլների վերացումը եւ թուրքական կապիտալի ներհոսքը եւ կարճ ժամանակահատված հետո Հայաստանի Հանրապետությունից որևէ մի բան չի մնալու։ Այսօր անգամ հայտարարելով, որ ճանապարհների ապաշրջափակում, չգիտեմ, խաղաղության խաչմերուկ եւ այլն, մենք չենք կարողանում մեր հարցերը կարգավորել Վրաստանի հետ, Ռուսաստանի հետ։ Գիտեք, որ բեռնատարները ամիսներ շարունակ չեն կարողանում ուրեմն անցնել Վրաստանով, ել չեմ ասում Լարսի հետ կապված խնդիրները։ Այսինքն սուտն ու խաբեությունը սրանց մոտ չափ ու սահման չի ճանաչում։ Այսինքն այսօր տեղի ունեցող գործողությունները ընդհանրապես օրակարգը շեղելու համար են, թե հերավար այլ նպատակներ։ Եվ օրակարգը շեղելու, եւ իրենց նախանշած ուրեմն հայ-առաքելական Սուրբ եկեղեցու վրա այդ հրոսակա խմբերը, որոնք որ իրենք կազմակերպում են, որ արշավ կազմակերպեն Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դեմ, նաեւ այդ ընթացքում բոլոր են ուժերը, բոլոր են ուրեմն պայքարի դուրս եկած մարդիկ, որոնք որ կարան խոչընդոտ հանդիսանան, այս պլանի շրջանակներում պետք է չեզոքացվեն։ Ինչպես կարող են կանխել այս գործողությունը, ունի ընդդիմությունը որևէ պլան։ Դե ընդդիմությունը միշտ ասել է եւ շարունակում է հայտարարել, որ կանգնելու է այդ ճանապարհին եւ կրկնում ինչքան էլ որ հարվածներ են, որովհետեւ մեր ընկերներից բազմաթիվ մարդիկ, արժանապատիվ մարդիկ, իդեպ պատերազմների մասնակցած, կարևոր ներդրում ունեցած մեր պետականաշինության գործում, այդ մարդկանց մի մասը արդեն քրեակատարողական հիմնարկներով, բայց դա չի խանգարելու մեզ ի պաշտպանություն եկեղեցու եւ ի պաշտպանություն այս արժեքների դուրս գալ պայքարի եւ խոչընդոտել այդ ծրագիրը, որը կրկնում եմ թուրք-ադրբեջանական տանդեմի ծրագրերը եւ մի ամբողջությամբ բխում է իրենց շահերից։ Հիշեցնեմ նաեւ խաղաղություն կոչված այդ փաստաթուղթը, իրականում Հայաստանի նոր կապիտուլյացիայի փաստաթուղթը, որով որ
կետ կար ամրագրված, նաև դա ադրբեջանական մամուլն է հրապարակել եւ հայկական մամուլն էլ դա տարածել է, ինչա ասում է բոլոր այն իրենց անունով կոչած ռևանշիստական ուժերը պետք է հայտարարվեն օրենքից դուրս, այսինքն նույն այս ծրագրի շրջանակներում նաև այդ ուժերի բոլոր այն հայրենասեր ուժերի նկատմամբ ռեպրեսիաները ոչ թե սրանով սահմանափակվելու են, այլ հնարավոր նոր ալիքի, ուրեմն սկիզբ կարա հանդիսանա ցանկացած պահի ու ցանկացած վայրկյանի։ Իրենց մոտ կան ցուցակներ եւ այդ ցուցակների մասին իմիջիալոց նաև ազգային ժողովում ասվեց, որ ինչ որ մեկի հերթը առաջ անկնում, այսինքն այդ ցուցակի մեջ կոնկրետ հոգեվորականները ենթադրում են, որ օրինակ երրորդ կետում կա հոգեվորականների դեմ արշավ հայ առաքելական Սուրբ եկեղեցու, բայց ինչ որ մի պահի ծրագիրը փոխվում է, ինչ որ մեկի հերթը առաջ է գալի, ինչ որ մեկի հերթը հետ անգնում, բայց այդ ցուցակը իրենց մոտ ունեն, դրա համար դրա մասին իրենց падգամավորները եւ Նիկոլ Փաշինյանը ուշադիր նայեք իր ուրեմն ելույթները ազգային ժողովում դրա մասին կետ առ կետ իրենք ասում են ինչ որ մեկի հերթը կրկնում եմ կարող է առաջ ընկնի կարող է հետ ընկնի բայց այն որ իրենք բոլորի հետևից գնալու են դա ակնհայտ է բոլոր այն մարդկանց կրկնում եմ որոնք որ դիմադրություն ցույց կտան բոլոր այն մարդկանց որոնք արժանապատիվ կեցված կցուցաբերեն իրենք հայտնվելու են Նիկոլ Փաշինյանի եւ ադրբեջան-թուրքական ուրեմն տանդեմի թիրախի տակ նաեւ 3 ցուցակ հրապարակվեց իբրև իշխանազավթումից հետո ովքեր են պատրաստվում իշխանության տարբեր օղակներում պաշտոններ զբաղեցնել, այդ մարդկանց անունները պատահական էին ընտրված, թե կոնկրետ դեպքերով պայմանավորված անուններ։ Ես չգիտեմ, բայց դա էլ աբսուրդ է, էլի, ասենք ամեն մեկը իր պատկերացումն ունի ապագա կառավարության կամ առհասարակ պետության տարբեր օղակներում, տարբեր պաշտոնների նշանակման, իմ մտքում կարող է մի խումբ լինի, մեկի մտքում մեկ լինի, ես նաև ուզում եմ նաև մի հետաքրքիր բան ասել ձեզ նույն սրբազան պայքարի շրջանակներում տարբեր մարդիկ այդ փողոցային պայքարի ընթացքում հատկապես գիտեք որ մենք արդեն մուտք գործեցինք հանրապետության հրապարակ տարբեր թղթեր են բերում իրենց պատկերացրած կառավարության ասենք մեկը կոչում էր դա ազգային համերաշխության կառավարություն մեկը պրոֆեսիոնալների կառավարություն ամեն մեկը իր պատկերացումն ուներ եւ այդ թուղթը փոխանցում էր ասելով որ ես այս պատկերացումներն ունեմ այսինքն ցանկացած մարդ այսօր համացանցում էլ է տարածված որ ամեն մի մարդ, որ չգիտեմ, այս կամ այն կերպ անտարբեր չի պետության, ինքն էլ իր ցուցակն է հրապարակում, պատկերացնելով այս, այսինքն դա էլ է աբսուրդ։ Կամ այն խուզարկությունների ընթացքում, որ այդ որսորդական զենքերը հայտնաբերվել են, իբր թե դա ինչ է նշանակում, այսինքն, ինչ եք ուզում դրանով ասեք։ Նույն այդ զենքերի վրա այնքան ապիկար են, որ նաև այդ վկայականներն են դնում, այդ զենքերը օրինական զենքեր են, որոնք որ մարդիկ ունեցել են վկայական եւ կրակված փամփուշտներ, որոնք այդ որսորդական հրացանից արձակված փամփուշտներ են։ Կամ այդ ուրեմն բաները այդ որ հրապարակել են իբր այդ ծուխը որ պետք է արձակվի այս սրբազան պայքարի շրջանակներում մենք բազմաթիվ անգամներ տեսել ենք այդ ծուխը որ կա այդ էլ մի միջոց է որը այսօր նորապացույցներ էին հրապարակել քննչական կոմիտեն ասում էր որ գտել են հրավառ նյութեր գործիքներ որոնցով հոսանքը պիտի անջատվի ինտերնետ կապը անջատվի սրանք ինչ ապացույցներ են կրկնում եմ դες նույն այդ ծուխը որ կա իրենք ազգային ժողովի ամբիոնից 18 թվականին հիշեցնեմ որ ԿՊ падգամավորները ամբիոնից այդ ծուխերը արձակում էին բերել էին ազգային ժողովի ներս էին մտցրել եւ այդ ծուխերը արձակում այսօր կարաս այդ ծուխ պարունակող այդ բաները բերել եւ ազգային ժողովի ներս իհարկե չես կարող որովհետեւ 15 տեղ ուրեմն անցակետ կա բայց իրենք անում են այդ ամեն ինչ այսինքն այն ինչ որ իրենք արել են իրենց թույլատրելի է այն ինչ որ իրենք արել են նույն այդ անհնազանդության ակցիաները նույն այդ ասենք 18 թվականի ասենք այն գործիքակազմը որ կիրառել են իրենց թույլատրելի է ուրեմն այդ ժող բաստիոնում մարդկանց թույլատրելի չի այսինքն մենք գործ ունենք մի իշխանության հետ որը որ կարող է մեկի տնից չգիտեմ մի քանի հատ մեղ գտնի կամ մեկի տնից ինչ որ մի հատ առարկա գտնի կենցաղային տեխնիկա գտնի եւ համարվի որ դա միջոց է իշխանապողության համար կամ դա պետք է օգտագործվեր ուրեմն պաշտոնյաներին ահաբեկելու համար սա ծիծաղելի է ուղարկի ծիծաղելի է զավեշտալի է ինչ որ մեկի
տնից, ասենք, վերցրել են նույն փոքր տրամաչափի դրոններ, որոնք որ, չգիտեմ, օգտագործում են լուսանկարներ անելու կամ յուրաքանչյուրի իրավունքն է, չէ՞։ Այսօր կարա ցանկացած մեկը ձեռք բերի եւ իր նկարահանման համար օգտագործի կամ մեդիայի համար օգտագործի։ Այսինքն, այս ամեն ինչը ինչ որ իրենք ներկայացնում են, որևէ մի աղերս չունի, կրկնում եմ, իրականության հետ ամբողջությամբ կեղծա, սուտ է եւ նաեւ ուզում եմ նաեւ հիշեցնել Բագրատ Սրբազանի հայտարարությունը, իմիջիալոց նաեւ ԿՊԱ-ականներս վերջում ակտիվ տարածում էին, որ Սրբազանը այդ ձայնագրությունների Իսահակ Գաբրելյանը պնդում է, որ երեք դատարանում նա Բագրատ Սրբազանը հաստատել է, որ ձայնագրությունը իրական է եւ AI-ը կապ չունի այս ամենի հետ։ Այո, Բագրատ Սրբազանը հայտարարությունը տարածել, որով որ ասում է, որ այդ ամեն ինչը սուտ է։ Նման բան չի եղել, նման դատարանում ինքը նման բան չի ասել, էլի հերթական ստերն է։ Նույն այդ ձայնագրությունների մասով էլ կարող եմ ասել։ Այդ ձայնագրությունները իրարից կտրված, անջատված, մոնտաժված եւ նախ պիտի դրա իսկությունը պարզվի, ասինքն դա AI միջոցով արվել թե չի արվել, հետո ցանկացած մեկի խոսակցությունը կարող ես մոնտաժել եւ կտոր դրվագ դնելով ինչ որ մի բան ստանաս, ինչ որ մի բան որով որ ասես որ դե տեսեք ուրեմն ահաբեկչության կոչեր են կամ եւ այլն մեկ մյուս այսինքն ումա պետք նման բան սա Նիկոլ Փաշինյանի նույն Նիկոլ Փաշինյանի ելույթից կարող ես կտրել այդ ամեն ինչը եւ ստանաս դրանից շատ ավելի շատ վտանգավոր ուրեմն տեսանյութ կամ ձայնագրություն Լավ, պարոն Դանելյան, ինչ պիտի իմանա եւ հասկանա հասարակ քաղաքացի, որը հեռուստացույցով հիմա տեսնում է ահաբեկության համար մեղադրվող Սրբազանի ձերբակալությունը։ Նախ մի քանի արձանագրում անենք։ Եթե շարժումը միտված լիներ նման քայլերի, ապա այդ քայլերը կաներ այն, չգիտեմ, տասնյակ հազարավոր մարդիկ, որ հավաքվել են Հանրապետության հրապարակում։ Այսինքն պարզ է, չէ, որ Սրբազան հայրը միշտ ասել է, որ ինքը կողմ է խաղաղ ճանապարհով իշխանափոխության, սահմանադրական մեթոդներով եւ շատերը իմիջիալոց մեղադրում են Սրբազանին հենց դրա համար, որ ինքը կողմնակից է խաղաղ, նաեւ համերաշխության կողմնակից է, հիշեք այն խոսույթով, որով հանդես էլ գալիս Սրբազան հայրը, համերաշխություն, սև ու սպիտակի վերացում, երագույնը պիտի հաղթի սև ու սպիտակին, պիտի Հայաստանի Հանրապետություն ի վերջո լինի այդ համերաշխության հաշտության մթնոլորտը, այսինքն այս մարդը այս գծի մեջ է եղել, եթե այլ գծի մեջ լիներ, կրկնում եմ, այն տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք որ Հանրապետության հրապարակում էր, կոչ կաներ, օրինակ գործողությունների հակասահմանադրական գործողությունների, բայց նորից եմ կրկնում, մեր խնդիրը ոչ թե սահմանադրական կարգը տապալելն է, այլ ուրեմն իշխանությունը յուրացած այս խմբի, որը որ իշխանությունը յուրացրել է, մենք պիտի կարողանանք բերել մեր երկիրը օրինական դաշտ։ Հիմա իշխանությունը ուզուրպացված է, իշխանությունը յուրացված է մի խմբակի կողմից, որը որ հատել է բոլոր գծերը, որը որ այս տարիների ընթացքում օրենք չի մնացել, որ չխախտի, նույն իրավապահ համակարգին վերցնենք։ Այդ SMS հաղորդագրությունն ԲԴԽ ուրեմն ղեկավարը ազատվում, իրավապահ կառույցները ամբողջությամբ մեկ օրվա ընթացքում SMS հաղորդագրությունների միջոցով ազատվում են աշխատանքից, վերջերս նաև ԱԱԾ պետի ուրեմն պաշտոնանկությունը պարզ է, չէ՞ որ դա հրահանգների միջոցով արվում։ Եվ այն Նիկոլ Փաշինյանի այն խոսակցությունը, որ տես մի դատավոր կա, որ իմ հրահանգները չկատարի։ Այսինքն ինքը այնքան ուրեմն օրենքներ է խախտել այս ընթացքում։ Նույնը քիչ առաջ ասեցի, ազգային ժողովի ամբիոնում ուղիղ հրահանգ է տալիս մարդկանց տանել եւ ԱԱՑ պատվալներ նստացնել։ Որն է սրա օրինականությունը։ Որն է սրա կրկնում եմ, որն է սրա այն իրավական հեմքը, որի վրա որ պետք է ուրեմն մեր հայրենակիցները ի վերջո հասկանան, որ գործ ունեն մի իշխանությունների հետ, որոնք որ ցանկացած օրենք պատրաստ են խախտել, միայն թե մնան իշխանության։ Եվ նույն Սամվել Կարապետյանի օրինակն էլ շատ վառ օրինակ է եւ մի քանի օր առաջ չէ տեղի ունեցել։ Մարդը հայտարարություն է անում, որ սատարում է ուրեմն Մայր Աթոր Սուրբ Էջմիածնին եւ այդ սատարման համար մարդը հայտնվել է ԱԱՑ-ի պատվալում։ Նման հայտարարություն, ասում եմ, ես երկրորդում եմ այդ հայտարարությունը։ Հազարավոր մարդիկ կարող են երկրորդել այդ հայտարարությունը, որովհետեւ դրա մեջ քրեական բաղադրիչ ընդհանրապես չկա։
Եթե մարդը աջակցության համար, որ աջակցություն է հայտնում հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, պետք է հայտնվի ԱԱԾ պատվալում, արդեն իսկ վերջացած է այդտեղ բան, այդտեղ ժողովրդավարության մասին խոսք, բառ, տառ անգամ չպետք է լինի, որովհետև չկա իրականության մեջ։ Պարոն Դանիելյան, վերջին տարիներին սա արդեն երրորդ նման հեղաշրջման կանխման պատմությունն է։ Ամեն անգամ սկսվում է նույն սցենարով, խոզարկություններ, ձերբակալություններ, աղմուկ, ապա գործերի կարճում, որովհետև ապացույցներ չկան բավարար։ Ինչով է պայմանավորված իշխանության այս կրկնվող վարքագիծը։ Հա, շատ լավ ասացիք եւ ես այսօր կարդում էի Ալբերտ Բազյանի նույն գրառումը, որը որ էլի նույն հոդվածով իշխանությունը յուրացնելու հոդվածով էլի բանա որևէ մի ապացույց չկա մարդուն տարել են ու տենց շատ որևէ շրջան աղմուկ է ապահովում, հետո մարում է եւ մոռացվում։ Որոշ ժամանակ հետո նոր է ապահովում, տակը ոչ մի բան չկա։ Նույն սրբազան շարժման ժամանակ եւ ուրեմն հայրենիքի փրկության շարժման ժամանակ, դիմադրության շարժման ժամանակ հարյուրավոր մարդիկ կեղծ մեղադրանքներով հայտնվել են ուրեմն անազատության մեջ։ Մեկ գործ կարան ասեն, որ ուրեմն դատարանում դա ուրեմն այդ գործը հասել է իրենց ասած այդ տրամաբանական ավարտին։ Այսինքն մի հատ դատական վճիռ չկա, որով որ ապացուցվում է, որ այդ մարդիկ հանցանք են կատարել։ Չկա նման բան։ Բայց հարյուրավոր մարդկանց որ տարել եք այդ շարժումների ընթացքում, բա դուք դրանց այդ մարդկանց հանդեպ պատասխանատվություն չունեք։ Այսինքն դուք կարող լցնեք մարդկանց բերթերը, որևէ պատասխանատվություն չունենաք, կարող կեղծիք ասեք, որևէ պատասխանատվություն չկրեք դրա համար, կարող քրեական գործեր կարեք դրա համար էլ որևէ մի պատասխանատվություն չստանձնեք, այնինչ այդ մարդկանց հեղինակությունը, բարի համբավը արատավորելով իրենք այդ գործելավոճին սովոր են, իրենք դրանով են փորձում կերակրել իրենց ընտրազանգվածին։ Տարբեր մարդկանց կրկնում եմ շինծու կեղծ մեղադրանքներ ներկայացնել հիմքում ոչ մի բան չունենալով։ Այս գործողություններն ու ձերբակալությունները կարող են արդյոք կասեցնել շարժումը։ Եթե նպատակը դա է։ Ես համոզում ունեմ, որ շարժումը իրենց նպատակը շարժման ուրեմն այս ընթացքը կասեցնելն է, բայց սա շարժումը ավելի է ամրացնելու, ավելի է կուր դարձնելու, առաջիկայում ինչքան էլ որ ձերբակալություններ լինեն, ինչքան էլ որ հետապնդումներ լինեն, մեկը մենք հասնելու ենք մեր նպատակին։ Մեր նպատակը մեր հայրենիքում, սեփական հայրենիքում ազատ, անկախ, անվտանգ ապրելն է եւ ի վերջո Հայաստանում ժողովրդավարական կարգերի հաստատումն է։ Հիմա այս մարդը ուղղությունով բռնապետին բնորոշ վարքագիծ է դրսևորում։ Իրեն կնախանձեին Քադաֆին, Սադամ Հուսեյնը, այլ բռնապետեր կնախանձեին իր ворթեգրած գործելավոճով։ Նորից եմ կրկում, հավասիկ մի օրինակ բերեմ էլի։ Կարեն Կարապետյանի տան մոտից հարյուրավոր մեքենաներ են տարվել հատուկ պահպանվող տարածք, մարդկանց բարից բուն իմաստով մեքենայից իջացրել են այդ մեքենաները տարել առանց որևէ մի հիմնավորման։ Այսինքն իրենք հենք չունեն, իրենք վերցնում են օրինակ օրենքը խախտում են ու փորձում հետին ուրեմն թվով ինչ որ մի բան կարել։ Նույն այդ արգելված միջոցների օգտագործումը ազգային ժողովի տարածքում, հարակից տարածքում, երբ որ սրբազան շարժման ժամանակ այդ նռնակները գցեցին, էլի արգելված միջոց էր, չէ՞ կիրառվել։ Էլի հետ ողորմյա արեցին։ Այսինքն օրենքներ խախտել, իրենք հասարակական կարգը խախտում են, խաթարում են ու անուն դնում են, որ այս ուժի պատասխանատվությանն է, այն ուժի պատասխանատվությանն է, իրենք սպասարկելով թշնամական պետությունների շահերը։ Սա իշխանության վերջին փամփուշտն է, թե ամեն բան նոր է սկսվում։ Ես կարծում եմ, որ այն ռեպրեսիաները, այն ճնշումները, որ կան, իրենք սրանով փորձում են լրացնել, փորձում են վախի մթնոլորտ ստեղծել Հայաստանի Հանրապետությունում, վախի մթնոլորտ ստեղծել գործարարների շրջանակներում, վախի մթնոլորտ ստեղծել մտավորականների շրջանակներում, վախի մթնոլորտ ստեղծել ազգային ուրեմն շարժումների, կուսակցությունների շրջանակներում, որ իրենց կեղտոտ նենք ծրագրերի իրականացման ճանապարհին խոչընդոտ չլինի, բայց կրկնում եմ հնարավոր է որ էլի
իրենք կեղտոտ ծրագրեր մշակած լինեն, բայց մեր հայրենակիցները ի վերջո պետք է աշկները բացեն, հասկանան այս ընթացքում այս իշխանությունները քանի անգամ են խաբել, ստել, կեղծել հայ ժողովրդին, քանի անգամ են իրենց խոստումը դրժել, քանի անգամ են իրենց նախընտրական ծրագրերում մի բան խոստացել, խաբել ժողովրդին, ստացել ժողովրդի քվեն, հետո արել տրամագծորեն հակառակ բանը։ Դա եղել է Արցախի հարցում, դա եղել է անվտանգության հարցերում, դա եղել է տնտեսության հարցերում, դա եղել է շատ ու շատ հարցերում խոստանալով, որ ամեն մի քաղաքացի կարող քացով դուռը բացի, ամեն մի հայ վարչապետ է, լավ եք ապրելու ժողովուրդ ջան, խնդիր չեք ունենալու, խոսքի ազատություն ա լինելու, էս ա լինելու, այն ա լինելու, որ մեկն են կատարել, ձախողելով բացառապես ամեն ինչ, պարտքեր շալակելով, ամեն տարի 1 միլիարդից ավել պարտքաշալակում ես երկիրը իր ուսերին, ով է այդ ամեն ինչի պատասխանը տալու վերջո։ Այսինքն անպատասխանատվություն ամենուր, միայն բանակը քանդել, իր հենարանը համարել իրավապահ համակարգը, ոստիկանական պետություն ստեղծել, որտեղ որ ազատ խոսքը, ազատ արտահայտվելու իրավունքը ուրեմն քրյորեն պատասխանատու է։ Այն հայրենասեր մարդիկ, որոնք որ ազատ արտահայտվեն, խոսեն, դժգոհություն հայտնեն, կհայտնվեն քրեակատարողական հիմնարկում։ Այդ է իրենց կոնցեպտը։ Եվ վերևից հրահանգ իջեցնել իր падգամավորներին, որ ամենակեղտոտ հերյուրանքներն ու սուտն ու կեղծիքը տարածեք ժողովրդի մեջ, փորձել ժողովրդի աչքին թոս փչել։ Կրկնում եմ, այս մարդը ստել է այս ամբողջ ընթացքում 7 տարիների ընթացքում հայ մարդուն դարձնելով եւ դերձորի ճամփորդ, ասում է այն ժամանակ ասում էր մենք դերձորի ճամփորդ չենք դառնալու։ Էթնիկ զտում ցեղասպանություն իրականացրեց Ադրբեջանը ուրեմն Արցախում, այսօր գնացել է Էրդողանի եւ Ալիևի համար սուրճ ադրել եւ հետագա հայակործան ծրագրերն ա բանանում։ Պարոն Դանիելյան, ասում եք ժողովուրդը պիտի հասկանա, ժողովրդի մեծ մասը արդեն հասկանում է, բայց ինչ են ակնկալում ժողովրդից, ինչ կարող է այս փուլում անել նա։ Ժողովուրդը պետք է տեր կանգնի իր իրավունքներին, ժողովուրդը պետք է տեր կանգնի իր արժանապատիվ ապրելուն, ժողովուրդը պետք է ակտիվ մասնակցի process-ներին, այսինքն այս պահին կա process։ Process-ներից մեկը 3 օրինակ դատարանի դահլիճներ, քննչականի մոտ էր, այսինքն մարդիկ պետք է այդ պայքարը չհամարեն ժամանակավոր, այսինքն ինչ որ մի պահի մասնակցությունը խոնարհումս բոլոր են մարդկանց, որոնք որ մասնակցել են, բայց սա տևական պայքար է, սա նյարդերի պայքար է, որևէ մեկը այս պայքարում պիտի նյարդերը տեղի չտա, աջակցի, իմ խնդրանքն է, որ աջակցեք, որևէ մի բանից մի վախեցեք, այդ բերթերում ինչքան էլ տանեն, բերթերում լցնեն, որևէ մեր ընկեր չի հետ դառնալու, այսինքն իր ուղենիշի հետ նշած ճանապարհից, այսինքն մեր ընկերները բավականին լուրջ ճանապարհ անցած, պատերազմի բովով անցած մարդիկ են։ Մենք այս ճանապարհին հալածվել ենք, եղել է որ մեր նկատմամբ ամենաբիրտ ուժն ա կիրառվել, մեր ընտանիքի անդամների նկատմամբ, մեր հարազատների նկատմամբ, գիտեք որ օրեր առաջ նաև իմ մեքենայի նկատմամբ հարձակում էր եղել եւ ջարդուխուրդեր դրանից առաջ մեքենա սայրելու փորձի, դրանից առաջի մարկելակների հետ կապված մեքենայի խնդիրը, այսինքն իշխանությունը իր նենք ծրագրերի մեջ է, բայց մենք պետք է այդ վճռականությունը, այդ կամքը ունենանք, պայքարելու հանուն մեր պետության, հանուն մեր հայրենիքի, հանուն արժանապատիվ ապագա ունենալու։ Այն ապագան չէ ինչ որ ասում է քաղաքացիական պայմանագիրը, այլ իրապես լուսավոր եւ պայծառ ապագա է։ Դրա համար պետք է պայքարեն։ Դրա համար մեզ պետք է, մենք խնդրում ենք մեր ժողովրդին իրենց աջակցությունը։ Ինչ որ մի պահի այդ մեծ այդ զանգվածները եկել աջակցել են։ Նորից եմ կրկնում, շնորհակալությունս իրանց, խոնարհումս իրանց, բայց պայքարը 1 օրով, 1 ժամով եւ 1 շաբաթով չի։ Այդ պայքարը տևական է, Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տալիս, ինքը հասկանում է այլևս որ հողը իր ոտքերի տակից հոսում է եւ ինքը իր նաեւ այս քայլերը նաեւ ջղաձգումների արդյունքն է։ Ինչքան ճնշումը մեծանա, այնքան ինքը սխալվելու է, այնքան ինքը մոտեցնելու է իր վերջի սկիզբը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցում է Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ։